Սիրելի ժողովուրդ, 3 հանրապետության հրապարակում տեղի է ունեցել նախադեպը չունեցող մի սրբապիղծ գործողություն։ Կալուգացի օլիգարխի թիմը իր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի գլխավոր հրապարակում էկրանի վրա միացրել է ադրբեջաներեն խոսք, երգ, երաժշտություն, որը ստեղծված է իրենց հիվանդագին երևակայության կողմից, որը իրականության հետ ոչ մի կապ չունի եւ որի նպատակն է ձեզ ահաբեկելու, որպեսզի դուք գնաք եւ ընտրեք իրենց։ Հասկանում եք։ Եվ այս մարդիկ մեզ մեղադրում են իբր 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու մեջ, բայց իրենք ստեղծում են կեղծ գոյություն չունեցող ադրբեջաներեն տեսանյութեր եւ դա տեղադրում են իրենց հանրահավաքի ժամանակ ձեզ ահաբեկելու համար, ժողովուրդ։ Սա ուղղակի մեծագույն քաղաքական սրբապղծություն է։ Հայաստանը չի ունեցել այսպիսի եղկելի անբարոյական ընդդիմություն, որքան որ այսօր ունի, ժողովուրդ։ Եվ պատկերացնեք ինչ կլինի, եթե հանկարծ այս մարդիկ Հայաստանում իշխանություն զավթեն։ Դուք պատկերացնում եք, իրենք ահաբեկելուց, սպանելուց, թալանելուց բացի ոչ մի բան չգիտեն։ Մարդակերների մի համախումբ, որի նպատակը հերթական անգամ ժողովրդին ստրկացնելու ճորտ դարձնելն է։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մեկ մարդու պես գնացեք ընտրության։ Տեր կանգնեք խաղաղությանը։ Տեղեկացրեք ձեր ընկերներին։ Ուղարկեք այս տեսանյութը ձեր հարազատներին։ Տեր կանգնեք ազատությանը։ Տեր կանգնեք ինքնիշխանությանը։ Տեր կանգնեք պետությանը։